ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին Ուկրաինան պատասխանել է, որ Կիևը պետք է պահպանի վերահսկողությունը երկրի արևելքում գտնվող այն տարածքների նկատմամբ, որոնք ներկայումս գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ և որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկզբում ցանկանում էր փոխանցել Ռուսաստանին։ Ուկրաինայի և Եվրամիության 20 կետից բաղկացած պատասխանը Վաշինգտոն է ուղարկվել չորեքշաբթի, դեկտեմբերի 10-ին։ Ըստ The New York Times-ի, հեռացվել են ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի այն կետերը, որոնք հատում էին Ուկրաինայի կարմիր գծերը։ Վիճելի կետերից մեկը վերաբերում էր Դոնբասի տարածքներին, իսկ մյուսը Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելուն։ Կիևը ցանկանում է գոնե պաշտոնապես պահպանել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության սկզբունքը։ Ամերիկյան խաղաղության ծրագրին Ուկրաինան պահանջել է նաև իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ Ռուսաստանի հնարավոր ապագա ագրեսիայից պաշտպանվելու համար։ Այս հարցերի շուրջ բանակցությունները հավանաբար կշարունակվեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու Բեռլինում դեկտեմբերի 15-ին։ Մինչ բանակցությունները շարունակվում են, ռուսական կողմը սահուն քայլերով առաջ է անցնում առաջնագծում և նոր տարածքներ վերցնում իր վերահսկողության տակ։ Այս ամենի ֆոնին Ֆրանսիայում զանգվածային բողոքի երթ է իրականացվել։ Մասնակիցները կոչ են արել դադարեցնել ռազմական էսկալացիան և արտասահմանի ներգրավվածությունը ուկրաինական հակամարտության մեջ։ Նրանք պաստառներ են պահել, որտեղ գրված է եղել «Դադարեցրեք ՆԱՏՕ-ի պատերազմը, Մակրոն, մենք չենք մեռնի Ուկրաինայի համար»։